Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները նոր թափ են հավաքում ու դառնում էլ ավելի լարված ու անկանխատեսելի։ Թվում էր ամենածանր բացահայտումներն արդեն հետևում են, բայց իրականում ամենացավոտ փորձությունները դեռ առջևում են։ Լիլիթը կանգնած է հոգեկան փլուզման եզրին, կորցնելով Բագրատին, իր միակ պաշտպանին, կորցնելով ընտանիքը, ամուսնուն և հույսը, նա որոշում է գնալ ամենավտանգավոր ճանապարհով։ Լիլիթը պատրաստ է ցավ պատճառել բոլորին՝ Աննային, Սոսին, Անգելինային, անգամ սեփական որդուն։ Բայց որքան էլ նա փորձի կործանել ուրիշների կյանքն, իրականում նա առաջին հերթին կործանում է ինքն իրեն։ Նրա յուրաքանչյուր քայլն ավելի է հեռացնում նրան մարդկային սահմաններից, և սերիալը հստակ ցույց է տալիս՝ վրեժը երբեք ցավը չի բուժում, այլ միայն խորացնում է այն։ Հեռուստադիտողների շրջանում ակտիվորեն քննարկվում է մի վարկած, որը կարող է ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Հնարավոր է, որ առաջիկա սերիաներում Անգելինան պարզի, որ հղի է, քանի որ հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում, որտեղ պարբերաբար նոր տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակվում, երևում է Անգելինայի դեմքը, երբ նա կարևոր տեղեկատվություն է ստանում հեռախոսազանգի միջոցով։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ Անգելինան պարզելու է, որ հղի է, և այդ տեղեկատվությունը հավանաբար նա ստանում է բժիշկներից որևէ անալիզի միջոցով։ Եթե այս լուրը հաստատվի, ապա դա կլինի սերիալի ամենազգացմունքային ու շրջադարձային պահերից մեկը։ Այս լուրը կփոխի ամեն ինչ՝ Անգելինայի որոշումները, նրա վերաբերմունքը Հենրիի հանդեպ, մոր Աննայի պայքարը կյանքի համար և անգամ Լիլիթի գործողությունների իմաստը։ Անգելինայի ներսում սկսվելու է ծանր պայքար՝ ցավի, սիրո, վիրավորվածության և ապագայի միջև։ Հղիության լուրը կարող է դառնալ այն լույսը, որը կթափանցի սերիալի մռայլ իրականության մեջ։ Անգելինան, ով ամբողջ կյանքում զրկված է եղել մայրական ջերմությունից, այժմ կարող է կանգնել մայր դառնալու շեմին։ Սա կարող է լինել նրա նոր սկիզբը, նրա ներքին բուժումը և գուցե այն կամուրջը, որը կրկին կմիացնի նրան Հենրիի հետ։ Բայց արդյոք նա կկարողանա ներել։ Արդյոք նա կցանկանա, որ իր երեխան մեծանա մի ընտանիքում, որտեղ այդքան շատ ցավ է եղել։ Մինչ մյուսները փորձում են փրկել կյանքեր, Լիլիթը քայլ առ քայլ գնում է դեպի սեփական կործանումը։ Նրա գործողություններն այլևս արդարացում չունեն։ Նա չի պայքարում սիրո համար, նա պայքարում է միայն իր խանդի ու ատելության դեմ, և այդ պայքարում պարտվելու է հենց ինքը։ Դիանա Գրիգորյանը կարծես հուշում է հեռուստադիտողին՝ ամենամեծ պատիժը երբեմն մենակ մնալն է սեփական մեղքերի հետ։ Վերջին զանգը մտնում է իր ամենաբարդ փուլը, ամեն տեսարան կարող է լինել վճռորոշ, ամեն խոսք ճակատագրական։ Արդյոք Անգելինան կիմանա իր հղիության մասին, արդյոք Աննան կկարողանա ապրել այդ լուրը լսելու համար, և արդյոք Լիլիթը վերջապես կկանգնի իր արածների պատասխանատվության առաջ։ Մի բան հստակ է՝ առջևում են սերիալի ամենահուզիչ, ամենացավոտ ու ամենադիտարժան սերիաները, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունն առաջինը տեղեկացված լինելու և միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ դաշտում էլ չմոռանաք գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում, ինչն է լինելու պատճառը, որ Հենրին ու Անգելինան վերջապես միանան, և արդյոք հնարավոր է, որ նրանք երջանիկ լինեն, թե ոչ։ Եթե հեռուստադիտողները հիշում են, հեռուստասերիալի սկզբից Դիանա Գրիգորյանը մի հարցազրույցում խոսել էր հեռուստասերիալի մասին, նշելով. «Պատմությունն իրապես սթափեցնելու է բոլոր այն ծնողներին, ովքեր չեն նկատում և հաշվի չեն առնում իրենց զավակների ցանկությունները։ Նրանք հիմնականում առաջ են քաշում իրենց ցանկություններն, այդպիսով դառնում զավակների դժբախտության պատճառը։ Միշտ պետք է հաշվի առնել ու նկատել զավակների զգացմունքներն ու ցանկությունը։ Սա է հեռուստանովելի հիմնական ուղերձը», Թերթ.Am Life-ի հետ զրույցում նշել էր Դիանա Գրիգորյանը։ Նրա խոսքով ծնողները հաճախ ասում են, որ իրենք շատ լավ գիտեն իրենց երեխաներին, բայց երբեք չեն թակում երեխաների սրտի և հոգու դուռը տեսնելու ինչ կա այնտեղ։ Գուցե այնտեղ ուրիշ մի բան կա, որը քեզ էլ դուր կգա։ Իրապես ծնողն ամենալավն է կամենում իր երեխայի համար։ Բոլոր ծնողներն են ամենալավը կամենում, բայց երբեմն ծնողի ամենալավը երեխայի համար լավ չի լինում, ընդգծել էր Դիանա Գրիգորյանը։
Վերջին զանգը, որն ազդարարեց մի մեծ պատանեկան մաքրամաքուր սիրո պատմության սկիզբ և վերջին զանգ, որն ազդարարեց այդ նույն սիրո ողբերգական ավարտը, ճակատագրական դիպված, որը շրջադարձային էր մեծ սիրո համար մեկ հոգու սխալ, որը խարան դարձավ սերունդների ճակատին։ Բոլոր դժվարություններից անկախ կյանքին գույն ու իմաստ տվող իրական սեր, այնուամենայնիվ, միշտ կա, և եթե մեր հերոսներին չհաջողվեց վայելել իրենց սերը, ապա նրանց սերունդներին, թվում է, վիճակված է ապրել նման սեր, բայց միայն թվում է, մեծ սիրո հիմքում անհաղթահարելի անջրպետ կա։ Կհնչի արդյոք խավարում լույս սփռող վերջին զանգը։ Ահա այսպիսին էին Դիանա Գրիգորյանի խոսքերը։ Եթե ուշադրություն դարձնենք, ապա նրանց միայն թվում է մեծ սիրո հիմքում անհաղթահարելի անջրպետ կա։ Եթե հետևենք հեռուստասերիալի սկզբում նրա տված հարցազրույցին, ապա սա նշանակում է, որ նրանց սերունդները, այսինքն Հենրին ու Անգելինան, ևս չեն կարող երջանիկ լինել։ Արդյոք այդպես կլինի հեռուստասերիալի ավարտին, և արդյոք կարդարանան հեռուստադիտողների սպասելիքները, թե ոչ, ցույց կտա ժամանակը։